Ինչպես ամեն անգամ փառք տալ մեր Տիրոջը, որ նորից իրար հետ ենք ու միասնաբար պիտի սերտենք Աստծո սուրբ խոսքը։ Եվ հետաքրքիր է, երեք նայում էի, որ արդեն Մարկոսի ավետարանի զգալի մասը սերտել ենք, այսօր 9-րդ գլուխն ենք ավարտելու, 9-րդ գլխի վերջի հատվածին ենք հասել, եւ իրապես փառք Աստծո, այս ընթացքում, որ կարծեմ, եթե չեմ սխալվում, մայիսից սկսեցինք, արդեն մոտավորապես մի քանի ամիս է անում ենք, բավական աճել ենք Մարկոսի հետ, որովհետև ամբողջ ավետարանի նպատակը հետևյալն է՝ աստիճանաբար մեզ աճեցնել։ Քրիստոնյան միշտ աճի կարիք ունի, երբեք չկա որևէ մի քրիստոնյա, որ միանգամից կատարյալ է, եւ մենք ինքներս մեզ ենք խաբում, եթե կարծում ենք, թե կատարյալ քրիստոնյաներ ենք։ Անընդհատ փոքրիկ քայլերով գնում ենք առաջ, բայց երբ որ հետ ենք նայում, տեսնում ենք, որ բավական առաջընթաց ունենք։ Ինչպես ամեն անգամ անում եմ, փորձելու եմ նախորդ նյութը մի փոքրիկ ներկայացնել, հետո գալ այսօրվա նյութին, բայց քանի որ նախորդ ընթերցանությունը բավական երկար էր, չեմ ընթերցի ամբողջ, միայն կհիշեցնեմ, որ խոսեցինք այլակերպության մասին, նախորդ 9-րդ գլխի առաջի բաժինը այլակերպության նյութներ, թե ինչպես Քրիստոս այլակերպվեց Թաբոր լեռան վրա, եւ որից հետո, երբ որ լեռից իջան, այնտեղ կար դիվահար տղա, որին առաքյալները չկարողացան բժշկել, փարիսեցիները բանավիճեցին, եւ ի վերջո Քրիստոս բժշկեց եւ նաեւ նրանց ասաց, որ բանկադևեր կան, այսինքն դժվարություններ նաեւ կան, որոնք առանց աղոթքի եւ ծոմապահության անկարելի է հաղթահարել։ Քանի որ նյութը ձայնագրված է, այնպես որ կարող ենք նայել, եւ դրա անմիջական շարունակությունը հենց այսօրվա նյութն է, որը պիտի ընթերցեմ ու միասնաբար փորձենք հասկանալ։ Հետևյալն է այսօրվա նյութը, որ ասում է. այնտեղից ելնելով նրանք անցնում էին Գալիլեայի միջով եւ Հիսուս չէր կամենում, որ որևէ մեկը իմանա, քանի որ իր աշակերտներին ուսուցանում էր եւ նրանց ասում. Մարդու որդին մատնվելու է մարդկանց ձեռքը, նրանք պիտի սպանեն նրան եւ երբ նա սպանվի, երրորդ օրը հարություն պիտի առնի։ Բայց նրանք չէին հասկանում այդ խոսքը եւ վախենում էին նրան հարցնել։ Եկավ Կափառնայում եւ երբ տուն մտավ, աշակերտներին հարցրեց. ճանապարհին իրար հետ ինչի մասին էիք վիճում։ Եվ նրանք լուռ էին մնում, որովհետեւ ճանապարհին իրար հետ վիճում էին, թե ով է մեծը։ Եվ երբ նստեց, կանչեց 12-ին եւ նրանց ասաց. եթե մեկն ուզում է առաջին լինել, բոլորից վերջին եւ բոլորի սպասավորը պիտի լինի, եւ մի մանուկ վերցնելով կանգնեցնեց նրանց մեջ եւ նրան իր գիրկն առնելով նրանց ասաց. ով այսպիսի մանուկներից մեկին ընդունում է իմ անունով, ինձ է ընդունում։ Եվ ով ինձ է ընդունում, ոչ թե ինձ է ընդունում, այլ նրան, ով ինձ ուղարկեց։ Հովհաննեսը պատասխանեց եւ ասաց. Վարդապետ, տեսանք մեկին, որը քո անունով դևեր էր հանում, բայց մեզ հետ չէր շրջում եւ արգելեցինք նրան։ Եվ նա ասաց. արգելք մի եղեք նրան, որովհետեւ չկա մեկը, որ իմ անունով զորավոր գործեր անի եւ կարողանա ինձ հայհոյել։ Քանզի ով մեզ հակառակ չէ, նա մեր կողմն է։ Եվ ով որ ձեզ մի բաժակ ջուր խմեցնի հանուն այն բանի, որ դուք Քրիստոսինն եք, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը ավելին չպիտի կորցնի։ Եվ ով որ ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, նրա համար ավելի լավ կլիներ, եթե նրա պարանոցից կախված լիներ էշի մի երկանակար եւ ծով գցվեր։ Եվ եթե քեզ գայթակղեցնում է քո ձեռքը, կտրիչ դեն գցիր քեզնից, որովհետև քեզ համար ավելի լավ է խեղված մտնել հավիտենական կյանքը, քան թե երկու ձեռք ունենալ եւ գնալ գեհեն, անշեշ կրակի մեջ։ Եվ եթե քո ոտքն է գայթակղեցնում քեզ, կտրիչ քեզնից դեն գցիր այն, լավ է որ դու կաղ մտնես հավիտենական կյանքը, քան թե երկու ոտք ունենաս եւ գեհեն ընկնես։ Եվ եթե քո աչքն է գայթակղեցնում քեզ, քաշիր հանիր այն, լավ է որ դու մեկ աչքով մտնես Աստծո արքայությունը, քան թե երկու աչք ունենաս եւ ընկնես գեհեն, ուր նրանց որդը չի մեռնում եւ կրակը չի հանգչում, որովհետեւ ամեն ինչ կրակով պիտի աղվի։ Աղը լավ բան է, բայց եթե աղը անհամանա, ինչով պիտի համեմվի, արդ, դուք ձեր մեջ ունեցեք աղը եւ իրար հետ խաղաղությամբ ապրեցրեք։ Ահա այս հրաշալի համարն է, որ իրապես եւ նորից համատեսական ավետարաններում կան եւ վստահ եմ շատերս, որ Մատթեոսի ավետարանը սերտել ենք,
Ավելին կա Մատթեոսի ավետարանի մեջ, քան Մարկոսի, բայց այստեղ էլ շատ կոնկրետ ու հստակ մտքեր կան, որոնք պիտի փորձենք այսօր միասնաբար սերտել ու ինչպես որ ամեն անգամ անում ենք, փորձելու ենք մեր հայրերի ուսմունքի հիման վրա անել, այսինքն նախադասություն այլ առ նախադասություն փորձենք հասկանանք, թե մեր Տերը ինչ էր ասում։ Եվ առաջին նախադասությունը հետևյալն է, որ ասում էր այնտեղից ելնելով նրանք անցնում էին Գալիլեայի միջով Եվ Հիսուս չէր կամենում, որ որևէ մեկն իմանա, քանի որ իր աշակերտներին ուսուցանում էր եւ նրանց ասում։ Ուզում եմ նորից վերադառնանք նախորդին, քանի որ շատ կարեւոր է, որ ընդհանուր պատկերը տեսնենք, իսկ ընդհանուր պատկերը ինչ էր։ Քրիստոս իր աստվածությունն էր ցույց տվել այլակերպության ժամանակ ու այնքան լավ էր այդ վիճակը, որ Պետրոսն ասեց՝ արի կլինի այստեղ մնանք, 3 տաղավար պատրաստենք եւ հենց այստեղ էլ մնանք, չենք ուզում իջնել ներքև։ Եվ տեսան Քրիստոսի իրական փառքը, աստվածային փառքը։ Սակայն երբ որ իջան արդեն խնդիրներ, դժգոհություններ, բանավեճներ եւ այլն, ամբողջը հավաքվում էր ավետարանն ասում է, եւ ի վերջո Քրիստոս նաեւ բժշկեց։ Ու հիմա վերադառնում են Գալիլեա, այնտեղ որտեղից որ իր առաքելությունը սկսել էր, ու ի տարբերություն առաջի շրջանի, որ Քրիստոս փորձում էր մարդկանց հետ լինել, անընդհատ խոսել, քարոզել, հիմա չի ուզում մարդկանց մտնել, ավելի ուզում է առանձին գնալ ու իր կենտրոնացում արդեն ոչ թե ժողովուրդն է, այլ իր առաքյալներն են։ Ինչու՞, որովհետև ես միշտ ասում եմ, որ Քրիստոս մեզ այդ օրինակը ցույց տվեց, որ իրականում առաքյալներն էին, որ ունեին այդ որակը եւ կարողացան քրիստոնեությունը տարածել։ Եվ մենք միշտ սրա մասին ենք խոսում, երեք էլ այստեղ քահանայից ժողով էր եւ այս նյութն էին նաեւ խոսում էին ընդհանրապես հայ եկեղեցու ուսմունքի կարևորության մասին, թե ինչքան կարևոր է, որ յուրաքանչյուր ծուխ ու եկեղեցի բացի Սուրբ Գրքի սերտողությունը նաեւ մեր հավատքի ուսուցումը տա, ինչ որ մենք փորձելու ենք երկուշաբթի օրերը անել, այս մասին ընդմիջմանը կխոսեմ, այս եկող երկուշաբթի օրվանից սկսած, բայց երկու տարբերություն կա, ու սա շատ հստակ է հայրերի մոտ, Սուրբ Հովան Ոսկեբերան եւ մյուսները ասում են դեռ 5-րդ դարից սկսած, որ եթե քարոզ ես լսում, շատ բան չի մնալու քո մեջ, եկանք պատարագի, հրաշալի քարոզ լսեցինք, երբեմն ոչ լավ, երբեմն լավ, նույնիսկ եթե շատ լավ քարոզ ենք լսում, այդ քարոզի նպատակը մեզ ուսուցանելը չի, այլ մեզ ինչ-որ բան տալը, արթնացնելն է։ Իսկ ուսուցումը, ինչ որ անում էր Քրիստոս աշակերտներին, դա մնում է մեր մեջ։ Եվ դա առիթ է հանդիսանում, որ մենք այդ ուսուցումը, այդ գիտելիքը, որ անբարել ենք մեր մեջ, տանք նաև աշխարհին, դիմացինին, կողքինին։ Թե ինչու Քրիստոս հենց հիմա կենտրոնանում էր իր աշակերտների վրա, իրանց էր անընդհատ փորձում տալ, որովհետև շուտով ինքը պիտի խաչվի եւ հետո համբարձվի երկինք հարություն առնելով եւ այս 12-ը պիտի մնան եւ ինչքան շատ իրենք ուսանած լինեն Քրիստոսից, այնքան ավելի շատ առիթ ու չանս ունեն, հնարավորություն ունեն փոխելու անմիջական միջավայրը, դառնալու այդ աղը, ինչի մասին որ ինքը Տերը խոսում էր։ Մյուս շատ կարևոր հետաքրքիր պարագա կար այստեղ նաեւ, որ գնում են Գալիլեա, միտեղ, որտեղ որ կարծես թե ամեն ինչ սկսել էր ու ինչի սա նաեւ ուզեցի եւս մեկ անգամ շեշտել, որովհետեւ կարծես վերջի հրաժեշտն է տալիս Գալիլեային Քրիստոս ու շուտով նաեւ գնալու են տուն, այն տուն, որից որ կարծես թե ամեն ինչ սկսեց ու հետաքրքրորեն Մարկոսը հենց տուն է ասում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բոլորը պիտի գիտակցեն, թե որ տան մասին էր խոսքը։ Բայց այս ընթացքում, երբ որ ինքն ուսուցանում էր, ինքը ասում էր բաներ, որ առաքյալների ականջին հաճելի չէին։ Ի տարբերություն աղանդի կամ չարի, սուտ վարդապետների կամ կեղծ վարդապետների ու կեղծ Քրիստոսների, որոնք ուզում են մեր ականջին միշտ հաճելի բաներ խոսել, Քրիստոս ընդհակառակը ճշմարտությունն էր խոսում, ու այդ ճշմարտությունը հաճախ կարող էր այդքան էլ հաճելի չլինել, ու ասում էր հետևյալը. մարդու որդին մատնվելու է մարդկանց ձեռքը, նրանք պիտի սպանեն նրան եւ երբ նա սպանվի, երրորդ օրը հարություն պիտի առնի։ Այստեղ կարծես թե բառախաղել կա ինչ-որ չափով, այն իմաստով, որ մարդու որդին պիտի մատնվի մարդկանց ձեռքը։ Քրիստոս իրեն, այս մասին մենք շատ ենք խոսել, կոչեց մարդու որդի, լինելով ճշմարիտ Աստծո որդի եւ ճշմարիտ մարդու որդի, եւ ինչու է այդ մարդու որդի գաղափարը կարեւոր, նախ որ ցույց տա, որ ինքը լինելով Աստված նաեւ կատարյալ մարդ է, եւ երկրորդ մարդու որդու օրինակը մենք տեսանք Դանիելի մարգարեության մեջ, որ հրեաներին, ուսյալ հրեաներին միանգամից պիտի նաեւ հասկացներ, որ մարդու որդին նույն ինքը Քրիստոսն է, որովհետեւ Դանիելի մարգարեության մեջ մենք ընթերցեցինք, սա շատ հստակ էր։
Մատնվել բառը ինքան հետաքրքիր է, հունարեն պարադիդոմիա կոչվում, այսինքն անգլերենով ասենք to hand over, ձեռքից ձեռք տալ։ Եվ հետաքրքիր է, այս պարագան ուզում եմ սա անդրադառնանք, որ այս բառը, այս պարադիդոմի բառը, որ հայերենով մի քանի բառով է հետագայում թարգմանվելու մենք կտեսնենք, բայց հունարեն բնագրի մեջ նույն բառն է, հետևյալն է, ուրեմն ինչ է դուրս գալիս։ Մենք տեսնում ենք, որ Քրիստոս ասեց, որ մատնվելու, այսինքն ձեռքից ձեռք է գնալու, Մարկոս 14-ի մեջ տեսնում ենք, որ հրյա մեծամեծները ինչ արեցին, ստացան Հուդայի կողմից մատնվեց Քրիստոս դեպի հրյա մեծամեծներին, հրյա մեծամեծներն իրենք հաջորդ գլխում մատնեցին կամ ձեռքից ձեռք անցկացրեցին Պիղատոսին տվեցին Քրիստոսին, իսկ Քրիստոսն էլ խաչելության տվեց, ներողություն, Պիղատոսն էլ Քրիստոսին խաչելության տվեց, ուրեմն Հուդան տվեց հրյա մեծամեծներին, հրյա մեծամեծները տվեցին Պիղատոսին, Պիղատոսն էլ տվեց խաչին, և այստեղ մենք տեսնում ենք սա, որ հաճախ Քրիստոսի մատնությունը ձեռքից ձեռք էր անցնում, ու ինչու եմ նաև սա ասում, որովհետև երբեմն մեր կյանքում էլ այդպես, որ Քրիստոսի այսօր մատնությունը, իր ուսմունքի, իր եկեղեցու, իր հոգևորականի ձեռքից ձեռք անցնում, ու մենք շատ ուշադիր պիտի լինենք սրա համար։ Եվ այստեղ առաջի անգամ է, որ Քրիստոս բացահայտ ասում է, որ ինձ սպանելու են։ Ժամանակին ասում էր ինձ մատնելու են, ժամանակին ասում էր, որ ինձ պետքա չարչարեն, բայց կոնկրետ են, որ ինձ սպանելու են, ինքը առաջի անգամ այստեղ բերանացի բառացի ասում, բայց միայն ուզում եմ ուշադրություն դարձնել, միայն սպանելով չի ավարտվում, ինչպես որ նաև խաչելությամբ չէր ավարտվում, որովհետև շարունակությունը նորից ասում է եւ երրորդ օրը հարություն պիտի առնի, բայց այս հարության գաղափարը, ինչպես որ նախորդ 8-րդ գլխում տեսանք, այս գլխում էլ առաքյալները չեն կարողանում պատկերացնել ու փոխանակ ուրախանան, որ Քրիստոս հարություն է առնելու, տխրում են ու բացի այն, որ տխրում են, նաև ավետարանիչը երկու բառ է այստեղ օգտագործում, ասում է, բայց նրանք չէին հասկանում խոսքը եւ վախենում էին նրան հարցնել։ Ուրեմն չհասկանալ եւ վախենալ հարցնել։ Եվ այստեղ ուզեցի այս վախենալ բառի վրա կենտրոնանանք, որ երբ որ վատ լուր ենք ստանում, վախենում ենք, չենք ուզում նույնիսկ դրա մասին խոսել, մտածել, եւ սա ինքնին ցույց է տալիս մի բան, որ մենք թերահավատ ենք։ Որովհետեւ այս է միակ պատասխանը, թե ինչի էին վախենում հարցնել, թե ինչի մասին է խոսքը։ Թերահավատությունն է, եւ սա բնորոշ է մարդ անհատին, ինձ ու մեզանից յուրաքանչյուրին։ Մենք իրապես հաճախ թերահավատ ենք։ Եվ այստեղ ուզում եմ նաև շատ հետաքրքիր մի միտք ասել, որ չգիտեմ, եթե դուք նկատել եք թե չէ, լավ լուր ու վատ լուր։ Եթե օրվա ընթացքում ունենանք 100 լավ լուր լսենք եւ 1 վատ, մենք ավելի կենտրոնանում ենք այդ վատ լուրի վրա, քան թե 100 լավ լուրի վրա։ Ու հաճախ սա էր, որտեղ առաքյալներին ասվեց, որ ես հարություն եմ առնելու, բայց այդ հարության լուրը ընդհանրապես անտեսվեց ու սպանության լուրի վրա իրանք մնացին կենտրոնացած։ Եվ դրա համար է, որ հաճախ տարիներ շարունակ ինքնակամ, չգիտեմ ինչպես ստացվեց, ես այդ հարցադրումն եմ տալիս, երբ որ մոտենում եմ մարդկանց, բարևելուց հետո ասում եմ ինչ լավ նորություն։ Եվ հաճախ, երբ որ այդ հարցադրումը տալիս եմ, մարդիկ բոլորս, թերևս շատերս այստեղ մի ձև խառնվում են, ինչ ասենք։ Եթե հարցնեմ ինչ վատ նորություն, վարքյանական կասեն սա եղավ, նա եղավ, նա եղավ, նա եղավ։ Այսօր էլ հետաքրքիր է, այս նյութը գրեցի, ինչ լավ նորություն հարցադրում ու դուրս եկա սենյակից եւ մեկ հոգու տեսա, մի հոգի տեսա, որ եկեղեցու շատ հեռու մարդ չի, այսքան ասեմ, եւ ասեցի ինչ լավ նորություն։ Մոռացել լրի, որ այս բանը գրել եմ, ասեց իր բառերն եմ ուզում։ Քեզ պետք է Հայկ ջան, մենք վատ նորությունների դեմ պայքարենք։ Եվ այստեղ ասենք հարցը, բայց ասի չէ, որ Քրիստոս եկավ լավ նորություն, այսինքն բարի լուր, Էվանգելիոն, ավետարան, հենց բառացի նշանակում է բարի լուր, բարի լուրը բերելու, եւ մենք եթե նրա օրինակով չպիտի ընթանանք, ել ինչ քրիստոնյա ենք։ Լռեց ու հետո մեր խոսակցությունը ընդհատվեց, ինքը գնաց։ Եվ իրապես այս մոտեցումն է, որ հաճախ այդ վատի վրա ենք կենտրոնանում, առանց ընկալելու, որ եթե Քրիստոս բերեց բարի լուրը մեզ, մենք կոչված ենք իր օրինակով այդ բարի լուրը փոխանցելու։
Իսկ այդ բարի լուրի հիմքը ավետարանն է։ Եվ հաճախ արի ուտես, որ մենք մոռանում ենք կամ չենք ուզում այդ բարի լուրը փոխանցել մեկս մյուսին, ասելով, որ Քրիստոս հարյավի մեռելոց կամ այն ինչ որ այսօր ավետարանում մենք միասնաբար պիտի սերտենք։ Եվ ասում է եկավ Կափառնայում եւ երբ տուն մտավ, աշակերտներին հարցրեց. ճանապարհի իրար հետ ինչի մասին էիք վիճում։ Այստեղ այս տուն մտնելը, եթե կհիշեք, մենք հենց առաջի եւ երկրորդ գլուխների ժամանակ, որ սերտում էինք այս գլուխները, ցույց տվեցի ենթադրյալ Պետրոս առաքյալի տունը Կափառնայումում։ Մոտավորապես այս հիմքերը մնացել են եւ փաստորեն այստեղ էր հենց առաջի ու երկրորդ գլուխների մեջ էր, որ Քրիստոս այստեղ եկավ, զոքանչին բուժեց Պետրոս, եթե կհիշեք, եւ նաեւ եթե կհիշեք 4 հոգի, երբ որ բերեցին առաստաղը բացեցին եւ անդամալույծին իջեցրեցին, այս այդ նույն տունն էր, որ հրաշքներ էր տեսել, այս այդ նույն տունն էր, որ այնքան շատ մարդիկ էին եկել, որ դռնից մտնելու տեղ չկար, ու այս այդ նույն տան մեջ հիմա Քրիստոս պիտի հարցնի, թե ճանապարհին իրար հետ ինչի մասին էիք վիճում։ Եվ առաքյալները փաստորեն վիճում էին մի շատ պարզ բանի մասին։ Վիճում էին նրա մասին, թե նրանցից ով է մեծը։ Բայց ուզում եմ միջև այդ ով է մեծ գաղափարը հասնելը մի պարզ բան էլ խոսել։ Քրիստոս իրենց ասում է, որ ինձ մատնվելու եմ, ինձ սպանելու են, եւ ես հարություն եմ առնելու։ Այսինքն մեծ փոփոխություն է կատարվելու մեր բոլորի կյանքում։ Եվ իրանք սա չեն ուզում ընկալել։ Եվ ասում են իրար մեջ կռիվ են անում, թե մեզանից ով է մեծը։ Եվ սա մի անգամից հասկացա մեր ազգին է նաև վերաբերում։ Այսօր մեր առջև շատ լուրջ մարտահրավերներ ու խնդիրներ կան, բայց մենք ընկել ենք մեկս մյուսին ենք բզկտում։ Փոխանակ հիմնական թշնամու տեսնենք։ Հենց այս նույն պարագան է, Աստված մեզ ասում է լուրջ փոփոխություններ են լինելու, պատրաստվեք, իսկ մենք իրար մեջ կռիվ ենք անում, թե մեր մեջ մեծը ով է։ Եվ ասում է, երբ որ այդ հարցադրումը տվեց, նրանք լուռ էին մնում, որովհետև ճանապարհին իրար հետ վիճում էին, թե ով է մեծը։ Առաջի բանը, որ ուզում եմ այս կոնտեքստի մեջ ասել, հետևյալն է. Քրիստոս այդ նույն տան մեջ, եթե կհիշեք, երբ որ անդամալույծին իջեցրեցին, ու Քրիստոս ասաց, քո մեղքերը քեզ ներված են, ու այնտեղ կային օրենսգետներ ու ասեցին, մտածեցին, որ այս մարդը ինչ է անում, հայոյում է, ով կարող է մեղքերը ներել բացի Աստծուց, Քրիստոս նրանց մտքերը կարդաց ու ասաց ինչու եք այդպես մտածում, ցույց տալով, որ ինքն Աստված է։ Հիմա հենց այս նույն օրինակը ինքը բերեց առաքյալներին արդեն ահագին ժամանակ հետո 9-րդ գլխի մեջ, երբ որ իրենց մտքերը կարդաց ամբողջ ճանապարհին ու գիտեր ինչի մասին էր, բայց ուզում էր իրենցից լսել նույնը, նաև մենք տեսնում ենք Ադամի ու Եվայի օրինակով։ Աստված շատ լավ գիտեր ինչ էր կատարվել, բայց ուզում էր իրենք իրենց բերանով խոստովանեին։ Ադամն ու Եվան մեղքը մեկը մյուսի վրա գցեցին, առաքյալները լռեցին։ Մի քիչ ավելի կարծես թե ամաչելով, հասկանալով, որ սխալ են եղել, եւ այստեղ նաև այս հարցադրումը ես ինքս ինձ եմ ուզում տալ, ես ինչ կանեի, մեղք ուրիշի վրա կգցեի, կլռեի, թե կխոստովանեի իմ մեղքերը։ Ու փաստորեն ինչ է դուրս գալիս, այդ տուն գաղափարը, որը խորքի մեջ մեր երկնավոր տունն է, որտեվ տունը մենք գնալու ենք տուն, սա է ասում Քրիստոս, ես ձեր համար օթևաններ եմ պատրաստել, հենց այդ տան մեջ լինում է դատաստանը։ Եվ այս պարագան Քրիստոսի փոքրիկ դատաստանի օրինակն է, երբ որ Քրիստոս հարցնելու է կյանքի ճանապարհին, քո կյանքի ընթացքում, չէ՞ որ մեր կյանքը ճանապարհ է, ինչի մասին էիր վիճում, Հայկ։ Եվ այստեղ է գալու այդ հարցադրումը ու ես պիտի խոստովանեմ իրեն տանը, որտեղ մեղա վիճում էի, թե մեզանից ով է մեծ, փոխանակ ավելի կենտրոնանայի քո վրա եւ քո կյանքի վրա։ Եվ սա շատ կարևոր է։ Դրա համար գրեցի, որ ճանապարհին վիճում էին եւ այս միտք եկա, որ գիտենք, որ կյանքը ճանապարհ եւ այս ճանապարհի վրա մենք անընդհատ ստատուս ենք բարձրացնում։ Ուզում ենք մենք մեզ մեր հասարակության մեջ բարձրանալ։ Սակայն շուտով Քրիստոս մի ճշմարտություն է ասելու, որը միջև օրս շատերս չենք կարողանում ընդունել ու այս ճշմարտության մասին մի քիչ հետո եմ խոսելու։ Եվ ասում է, եւ երբ նստեց, կանչեց 12-ին եւ նրանց ասաց. Եթե մեկն ուզում է առաջին լինել, բոլորից վերջինը եւ բոլորի սպասավորը պիտի լինի։ Այս նստել ու կանչելն էլ է շատ կարևոր, որովհետև Քրիստոս ցույց է տալիս, որ ինքը Տերն է եւ ինքը ուսուցիչն է եւ իրապես
հաճախ նաև որոշ եկեղեցու մեկնիչները սա նաև ներկայացնում են այսօրվա եպիսկոպոսական աթոռի հետ, որ հոգևորականն էլ ներկայացնելով Քրիստոսին, առաքյալներն էլ Քրիստոսին, այդ գահ ունի եպիսկոպոսական, որտեղ նստում է, որպեսզի կարողանա ուսուցանել մեզ, եւ հենց այստեղ նստելով ինքը ուսուցանում էր Տերը ու ասում էր. ուզում ես առաջին լինել, բոլորի սպասավորը պիտի լինես։ Սպասավոր բառը հունարենով դիակոնոս բառն է, որ նշանակում է կոնկրետ սարկավակ։ Ուրեմն այստեղ մեր մեջ, որ մենք ունենք սարկավակներ, սա շատ կարևոր է, որ հասկանանք, սարկավակ բառացի նշանակում է պարզ, խոնար, համեստ սպասավոր։ Եվ սա էր ասում, որ մեզանից յուրաքանչյուրը, եթե ուզում է առաջին լինի, պիտի սպասավոր լինի։ Այլ խոսքով ինչ էր ասում, նաև այստեղ մի քանի կետերով դրել եմ Քրիստոս, որ առաջինը երկնքի արքայության մեջ սպասավորներն են։ Որտեվ եթե ուզում ես առաջինը լինել երկնքի արքայության մեջ, ծառայող, սպասավոր եղիր։ Երկրորդը նաև հետաքրքիր է, որ այս ընկալումը շատ դժվար էր մարդու համար, որովհետև սպասավորը, ծառայողը միշտ իբրև թույլ ու անկարող մարդն է ներկայանում, բայց արի ու տես, որ քրիստոնեությունը պնդում է այս մտքի վրա, ու Փիլիպեցիս 2-ն էլ հրաշալիորեն մեզ այս միտքը արդեն Պողոս առաքյալն է բացատրում, երբ որ ասում է մեկըդ մյուսին ձեզանից լավը համարեցեք։ Փիլիպեցիս 2:4։ Ու ես այս միտքը շատ եմ բերել, ընդհանրապես մեր գրադարանում էլ հաճախ, երբ որ մարդիկ գալիս են եւ մեր խմբից եւ ընդհանրապես խոսում ենք հավատքի ու բանի մասին, միշտ այս համարը օրինակ եմ բերում, որ սա գաղտնիքն է, ինչպես որ Քրիստոս ասեց, եթե ուզում ես առաջինը լինել, ուրեմն եղիր սպասավորը, եւ նաեւ Պողոս առաքյալն էլ ասում է, եթե ուզում ես իրապես հարաբերությունդ լավ լինի ընտանիքում, հասարակության մեջ, գործի տեղը, դիմացինին քեզանից լավը համարիր, այն համոզմամբ կամ այն ակնկալությամբ, որ նույնը կանի նաեւ դիմացինը, այս ժամանակ իրապես այդ կատարյալ վիճակը կստեղծվի։ Իսկ եթե ամեն մարդ իրան բարձր դասի դիմացինից ու դիմացինին ցածր, այստեղ է, որ միշտ խնդիրները ստեղծվում են։ Եվ հետաքրքիր մի միտք կա նաև Օգոստինոս երանելու մոտ, որ ուզեցի այս միտքը վստահ եմ նաև ուղարկողները, ովքեր կարդացին, տեսան, ինքը այս բարձրացումը նմանեցրեց ծառին, որովհետև հին ժամանակ ամենաբարձր բանը, որ կարող էր օրգենիկ կերպով, բնական կերպով աճել, դա ծառն է։ Եվ ասում եմ ուշադրություն դարձրեք, որպեսզի ծառը բարձրանա, նախ խոնարհվում ու հողի մեջ է մտնում։ Եվ ասում եմ հողի մեջ ինչքան խորը մտավ իր արմատները, ինքան ինքը ավելի ամուր ու բարձր ծառ կդառնա։ Իսկ եթե մենք չենք խոնարհվում, այլ խոսքով մենք արմատ չենք նետում հողի մեջ, ինչքան որ բարձրանում ենք, այնքան ավելի վտանգավոր ու ավելի վատ է լինելու մեր անկումը գետին։ Եվ սա է ամբողջ։ Ուրեմն, ինչպես որ ծառը օրինակով Սուրբ Օգոստինոս երանելին է ցույց տալի, ավելի շուտ երանելին մեր եկեղեցու Սուրբ չի, որ մենք էլ եթե ուզում ենք բարձրանալ, նախ եւ առաջ պիտի խոնարհվենք նմանվելով ծառերին, որոնք իրենց արմատները հողի մեջ են նետում, եւ ինչքան շատ ես խոնարհվում, այնքան Աստված քեզ առիթ է տալիս, որ դու բարձրանաս։ Իսկ լավագույն օրինակը խոնարհության ու բարձրացման մենք հենց Քրիստոսի օրինակն ենք տեսնում, որը որ նաև իրապես Սուրբ Պողոս առաքյալներ էր ասում, թե ինչպես էր ինքը խոնարհվեց Աստված լինելով, Աստծուն հավասար լինելով, խոնարհվեց մարդ դարձավ եւ ոչ միայն մարդ դարձավ, այլ խաչվեց ամենաանարգալի մահը կրեց ու դրա համար բարձրացավ ամենավերև։ Եվ սա մեր համար օրինակ է, որ մենք էլ այդ նույն վիճակին լինենք, չհամաչենք խոնարհվելուց, որտեղ խոնարհներն են բարձրանում։ Եվ որպեսզի շոշափելի օրինակ տա ու ոչ թե վերացական փիլիսոփայություն, բերեց մի հատ երեխայի կանգնեցրեց, ասում է ավետարանը, եւ մի մանուկ վերցնելով կանգնեցրեց նրանց մեջ եւ նրան իր գիրկն առնելով նրանց ասաց. Ինչու մանուկ։ Հետաքրքիր մի քանի բան ենք ուզում վերլուծենք մանուկին։ Մանուկը մեկն է, որ պարզ մարդն է։ Մանուկը միամիտ մարդն է։ Եվ մանուկը ծնողից կախված մարդն է։ Մեզանից էլ Աստված պահանջում է պարզություն, պարզամտություն, միամտություն, միամիտ իրական գրաբար իմաստով մեկ միտք ունեցող, ոչ թե մի բան եմ ասում, բայց ուրիշ բան եմ հասկանում։ Հաճախ մեր հայերի մեջ սա շատ կա, փողոցի մեջ սա շատ կա։
ինչ որ բան է ասում, բայց լրիվ ուրիշ բան է հասկանում։ Կուր քեզ եմ ասում, կուլա դու հասկացի, դա քրիստոնեական չի։ Քրիստոնեականը ուղիղն է։ Ինչ որ մտքիս մեջ է, այն էլ քեզ եմ ասում, որովհետև ես մեկ միտք ունեմ, ես միամիտ եմ։ Իսկ ծնողից կախված ամենակարևորն է, որ մենք չթվա մեզ, թե մենք արդեն ամենակարող ենք։ Ինչքան էլ Աստված մեզ օրհնի, միևնույնն է, մենք իրենն ենք եւ երբ որ խնդիրները գան, առանց իրեն չեն կարող մենք դրանք հաղթահարել։ Եվ եթե մենք այս մոտեցումն ունենք, այս մոտեցման հիման վրա մենք համայնք ենք ձևավորում, եկեղեցին ենք ձևավորում։ Եկեղեցին խորքի մեջ պարզ, միամիտ եւ ծնողից, այսինքն Աստծուց կախված մարդկանց համագումարն է։ Քանի որ այստեղ Սուրբ Գրիգոր Նյուսացուն եմ ուզում հիշեցնել, որ մեր մեծագույն ուսուցիչներից, 12 վարդապետներից ասում է, քանի որ եթե համայնքը հիմնված է սնափառության, vain glory, ճոխության եւ ցանկությունները բավարարելու վրա, այն պիտի կործանվի։ Եվ այսօր շատ հաճախ տեսնում ենք, որ մեր համայնքները իրապես կառուցված են սնափառության, vain glory, ճոխության, luxury եւ ցանկությունները բավարարելու վրա։ Եվ դա նշանակում է, որ համայնքը չի կարող գոհատևել, ինքը պիտի կործանվի։ Իսկ այդ մանուկը, որին որ Քրիստոս բերեց մեջտեղ կանգնեցրեց, հետո գրկեց, եւ շատ կարեւոր է այս բառի մասին ես նաեւ պիտի խոսեմ, ինքը գրկեց, սիրով գրկեց։ Երբեմն քո սերը դու արտահայտում ես գրկելով։ Այսօր էլ քանի հոգու մենք ողջագուրվեցինք մաքուր սիրով ու դրա համար նույն պատրակում էլ մենք, չէ, սիրո համբույրն ենք տալիս, Քրիստոսի մեջ մեր հայտնեցավ այդ անկեղծ գրկելը, որ Քրիստոս մանկանը ցույց տվեց, հենց սա էր սիրո ամենամեծ խորհրդանիշը, որ ինքը տվեց։ Իսկ ով էր այս մանուկը, ավանդությունն ասում է Սուրբ Իգնատիոս Անտիոքացին էր, ով գրություններ ունի, եւ իր գրությունները ես այստեղ ունեմ նաեւ գրադարանի մեջ։ Եվ ով նաև կոչվում է Աստվածազգյաց հայրապետ, այսինքն մեկ ով իր զգաց Աստծուն, մարդացած Աստծուն, փոքրիկ էր, օրհնվեց Աստծո գիրկը ընկնելով։ Եվ սա շատ կարևոր է, ու այստեղ էլ հենց ավանդությունն է կարևոր, որ քրիստոնեությունը մենակ առաջի դարում եղած ու 21-րդ դարում շարունակված հավատք չի, քրիստոնեությունը շարունակականություն ունի։ Ու մեկին, որ Քրիստոս գրկեց, մեկին, որ ուսուցանեց, մեկին, որ նախատեց, այդ բոլորը այդ պահին չէ, որ մահացան, շարունակեցին ու դրա համար շատ կարևոր է, որ մենք ավանդությունը արժևորենք, որովհետև ավանդությունից շատ բան կարող ենք սովորել, որտեղ Քրիստոսի հավատը ինքը շարունակականություն է, ինչպես որ ասացի։ Եվ շատ կարևոր էր նաև Քրիստոսի այդ սիրող գիրկը, որը ներկայացրեցի։ Շարունակությունը գնալով հետաքրքիր է դառնում եւ ասում է Տերը, ով այսպիսի մանուկներից մեկին ընդունում է իմ անունով, ինձ է ընդունում եւ ով ինձ է ընդունում, ոչ թե ինձ է ընդունում, այլ նրան, ով ինձ ուղարկեց։ Փաստորեն անպաշտպան, պարզ, միամիտ եւ անօգնական մարդուն ընդունելով Աստծուն ես ընդունում։ Երբեմն եւ այստեղ ուզում եմ հիմա այս երկրորդ միտքը կբերեմ, բայց ընդունել անձին ոչ թե վերևից նայել կամ անտեսել ու ձեռք առնել։ Եվ այստեղ շատ կարևոր է, մի բան է, որ օրինակ, պարզ օրինակ բերեմ, ասենք մուրաց կանին վերևից փողը նետես, ասես վերցուք համար մի բան կուտես, ուրիշ բան է, որ կռանաս, մոտենաս, ձեռքը տաս, ասես եղբայր, իմ կողմից քեզ։ Նույն փողն է, բայց ինչպիսի մոտեցում է, ու կարող է այդ վերևից նետած գումարը անգամ այդ մարդը չվերցնի, որովհետև իր անձին վիրավորանք սա տեսնի ու հաճախ մենք սա անում ենք։ Դրա համար հաճախ կարևորը ոչ թե Քրիստոս ասեց այս դեպքում այս կոնտեքստի մեջ ինչ ես անում, այլ ինչպես ես անում նաև։ Ով այսպիսի մանուկներից մեկին ընդունում է իմանով, այսինքն հարգում է, ինձ են հարգում կամ ընդունում, եւ ով ինձ է ընդունում կամ հարգում, ոչ թե ինձ է ընդունում, այլ նրան, ով ինձ ուղարկեց։ Ու դրա համար փաստորեն շատ կարևոր է, որ Քրիստոսին, եթե ուզում ենք ընդունել ու հարգել, թույլին ընդունենք կամ կարիքավորին ընդունենք ու հարգենք։ Եվ ոչ թե այնպես վերաբերվենք, որ միշտ վերևից։ Օրինակ ինձ համար միշտ ցավալի է եղել, երբ որ տեսել եմ, թե ինչպես է, պարզ առավոտի ժամանակ, ասենք կասիրին, քեշիրին գումարը նետում են, ասում են, «Էս մի բանը տուր»։ Մեր հայրի մեջ այդ շատ կա։ Կամ ինչ-որ տարօրինակ սովորություն կա, գումարը ճմռում են, գցում են առջևը։ Տարօրինակ բաներ են, որ
Եվ սա ուղղակի պարզ ձևեր են, բայց սանից ավելի խորը կարող ես գալ, որ փաստորեն որևէ հարգանք դու չունես դիմացինիդ հանդեպ։ Իսկ Քրիստոս այդ հարգանքն ասում, որովհետև ասում է, եթե դու դիմացինին չես հարգում, խոսակցության մեջ, ոչ միայն գումար տալու, այլ ամեն հարաբերության մեջ, ուրեմն դա ինչ չես անում։ Իսկ եթե արեցիր դիմացինին դա, իմացի, որ դա ինձ ես անում։ Գնանք առաջ։ Հովհաննեսը պատասխանեց եւ ասաց. «Վարդապետ, տեսանք մեկին, որը քո անունով դևեր է հանում, բայց մեզ հետ չես շրջում եւ արգելեցինք նրան»։ Կարծես թե այս խնդիրը, որ դաս էր տալիս միջև հիմա Քրիստոս, որ դուք նախ պիտի հասկանաք, որ դուք պիտի խոնարհվեք։ Երկրորդը պիտի հասկանաք, որ պիտի մանուկին ընդունելով ինձ ընդունեք, ու բավական ծանր էր առաքյալներին այս խոսակցությունը։ Կարծես թե թեման ուզում է Հովհաննեսը փոխի։ Լրիվ ուրիշ թեմա է տանում ու ասում է Հովհաննեսը պատասխանեց եւ ասաց. «Վարդապետ, տեսանք մեկին, որը քո անունով դևեր է հանում, բայց մեզ հետ չէր շրջում եւ արգելեցինք նրան»։ Այս մարդը ով է։ Շատ հստակ է, որ Քրիստոսի հետևորդը չի, այդ դևեր հանողը, այլապես Քրիստոս ողջ է այդ պահին, ինքը օրհնված է, որ Քրիստոսի ժամանակակիցն է ու կարող է Քրիստոսի հետևորդը լինել, բայց ինքը փաստորեն Քրիստոսի հետևորդը չի։ Հիմա ինչ անենք նման մարդկանց, ովքեր որ Քրիստոսի հետևորդը չի։ Քրիստոսը ասում է, եթե իրենք չեն խանգարում մեզ, հիմա գալու ենք այդտեղ, մի իրանց վռնդեք, այսինքն մարդիկ կան, որ հակա քրիստոնյա են, մարդիկ էլ կան, որ ոչ թե հական, այլ դրական են տրամադրված քրիստոնյայի ու քրիստոնեության հանդեպ։ Այդ դեպքում շատ կարևոր է, որ իրենց չմերժենք, առիթ տանք։ Ավելին, այստեղ նաև ինչ է նշում, որ Քրիստոսի անունը այնքան զորեղ է, որ անգամ մեկը, որ Քրիստոսին չի էլ ընդունել, կարող է իր անունի շնորհիվ բուժումներ կատարել, այս դեպքում դիվահարներին հանել։ Սա էլ Քրիստոսի անունի զորության մասին է խոսում։ Բայց ինչ է լինի պարագան, նույնիսկ եթե Քրիստոսին չեն ճանաչում, բայց դևեր են հանում, շատ կարևոր է, որ դու Քրիստոսին ի վերջո ճանաչես ու ճիշտ ճանաչես, որովհետև եթե նույնիսկ դևերել ես հանում, կարող է պահը գա, որ Մատթեոս 7:22-23-ի մեջ ենք ընթերցում, որը հենց այս կոնտեքստն է կարծես, ասում այն օրը շատերն ինձ պիտի ասեն. «Տեր, Տեր, չէ որ քո անունով մարգարեացանք եւ քո անունով դևեր հանեցինք, եւ քո անունով բազում զորավոր գործեր արեցինք, եւ այն ժամանակ ես նրանց պիտի ասեմ. ես ձեզ երբեք չեմ էլ ճանաչել, հեռու կացեք ինձանից, դուք ամենքդ, որ անօրենություն եք գործում»։ Ուրեմն նույնիսկ դևեր հանելը, զորություն անելը, որը այս պարագային դրական է դիտվում, չի նշանակում, որ դատաստանի օրը պիտի ընդունվես Քրիստոսի կողմից, որովհետև ամենակարևորը Քրիստոսին ճանաչելն է եւ Քրիստոսի կողմից ճանաչվելը իբրև իրենը։ Եվ այստեղ շատ կարևոր մի շատ հանգամանք է, երբեմն աղանդավորներն այս համարն են ընտրում, ասելով, որ տես առաքյալների հետ չէր, այսինքն ձեր առաքելական եկեղեցու հետ չի, բայց Քրիստոս իրեն ընդունեց։ Եվ սրա պատասխանը կարծես թե ինչ-որ բան տրամաբանություն կա այստեղ, բայց եթե խորանանք կհասկանանք, որ շատ հստակ տարբերություն կա։ Շատ մեծ տարբերություն կա զորավոր գործեր, այսինքն հրաշք գործող մեկին, ինչպես որ Սուրբ Գիրքը ասում է, անգամ դևը կարա հրաշքներ գործի ու հաճախ գործում է, ու շատ մեծ տարբերություն կա ուսմունք փոխանցողի միջև։ Այս մարդը, ով որ Քրիստոսի կողմից գնահատվեց, ուսմունք չէր փոխանցում, ուսուցչություն չէր անում, դևեր էր հանում, այսինքն հրաշք էր գործում։ Եվ դրա համար ընկալելի էր, բայց այն մարդը, որ գալիս է ու սկսում է Քրիստոսի անունից խոսել, այդ մարդն է, որ դառնում է կեղծ մարգարե կամ կեղծ Քրիստոս։ Ու դրա համար էր, որ առաքյալների հիմնական նպատակը ինչ էր, որ ասեին, որ մենք ունենք Քրիստոսի միտքը, մի ուրիշներին լսեք, այսինքն ուսմունքը մի լսեք ուրիշից, բայց եթե մեկը կարող է, հիմա գալու է Քրիստոս ամենապարզին, ձեզ մի բաժակ ջուր տա իմ անունով, չլինելով քրիստոնյա, ինքը իր վարձը չի կորցնի, այսինքն քայլ է կատարում, ոչ թե ուսուցանում է։ Սա շատ կարևոր է, որ երկու դատորոշումները կատարենք։ Եվ այստեղ էլ շատ կարևոր, որ ասացի, որ ի վերջո ինչ է լինի պարագան, միևնույն է, պիտի Քրիստոսի համահունչ կյանքով ապրենք, ճանաչենք ու ճանաչվենք Քրիստոսից։ Ու ասում է, քանզի ով մեզ հակառակ չէ, նա մեր կողմն է։ Ուրեմն ասում եմ, օգտվենք նրանցից, ովքեր բարյացակամ են մոտենում մեզ։ Սա շատ լավ է, բայց Մատթեոս 12-ի մեջ սրա լրիվ հակառակ միտքն է Քրիստոս ասում։
ասում է ով ինձ հետ չէ, իմ դեմ է, եւ ով ինձ հետ չի հավաքում, ցրում է։ Եվ հիմա կարծես թե երկու տարբեր բան կա, քանզի ով մեզ հակառակ չէ, նա մեր կողմն է, բայց Մատթեոսում ասում է ով ինձ հետ չէ, իմ դեմ է, ով ինձ հետ չի հավաքում, ցրում է։ Այստեղ հստակ է, միշտ այստեղ ես նաև 10 կետեր ունեմ Աստվածաշնչի, որ միշտ բերում եմ սեղանին եմ դնում Աստվածաշունչը հասկանալու 10 կետերը, եւ որևէ մեկը կարող են վերցնել։ Դրանցից մեկը կոնտեքստն է։ Ծիրի մեջ, կոնտեքստի մեջ հասկանանք։ Այստեղ դրական է, որովհետեւ Քրիստոսի անունով անում ու Քրիստոսին չի անպատվում։ Մատթեոս 12-ի մեջ բացասական է, որովհետեւ այս նույն մարդիկ Քրիստոսին կոչում էին Բեղզեբուղով հանող դևերը, որ ասում էր հանում ես կամ հրաշքները դու գործում ես, չարի իշխան Բեղզեբուղի միջոցով ես անում։ Ուրեմն շատ կարևոր է, այո, նախադասությունները կարող են իրար հակառակ թվալ, բայց երբ որ կոնտեքստն ենք նայում, շատ հստակ հասկանում ենք, թե ինչի այստեղ մի բան ասեց եւ ինչի այնտեղ մեկ այլ բան ասվեց։ Եվ ասում է ով ձեզ մի բաժակ ջուր խմեցնի հանուն այն բանի, որ դուք Քրիստոսինն եք, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորսնի։ Ինչպես որ ասացի, անգամ այս մի բաժակ ջուրը, որ մենք տալիս ենք ոչ թե սովորական, այլ հանուն նրա, որ դու Քրիստոսինն ես, Քրիստոսից վարձ ես ստանալու, նույնիսկ եթե դու քրիստոնյա չես։ Ու այստեղ ուզում եմ վարձ գաղափարի մասին էլ խոսել։ Վարձ գաղափարը եւ շնորհ գաղափարը տարբեր գաղափարներ են։ Աղանդավորության մեջ, բողոքականության մեջ միշտ շնորհի վրա է կենտրոնացումը գնում։ Եվ օրինակ իրենց 5 սոլաներից մեկը մենք այս մասին խոսել ենք Lay Ministry դասին հետևյալն էր. Sola gratia, այսինքն by grace alone, միայն շնորհով։ Բնականաբար շնորհը կարևորագույնն է վարձից, որովհետև եթե նույնիսկ մեր բոլոր հայերին նայեք, պիտի ասեն ինչ է այն վարձը, Տեր քո շնորհն է, որ ամեն ինչ անում, բայց ես էլ իմ բաժին ունեմ բերելու։ Ու այստեղ Քրիստոս գալիս է ասելու, որ ամեն ինչ շնորհով չի, Հայկ, դու քո բաժինը պիտի բերես, այսինքն մի բան պիտի անես, որի համար ես քեզ վարձ պիտի տամ։ Եվ այդ մի բանը չի ասում, չգիտեմ, միլիոնավոր դոլարներ տուր, էս արա, ասում է մի բաժակ ջուր տուր ընդամենը։ Սրանից սկսի, սրանով մի բավարարվի, բայց սրանից սկսի։ Այլ խոսքով մենք ինքներս մեզ չխաբենք ու ասենք ամեն ինչ Քրիստոս արել է մեր համար, մենք էլ անելիք չունենք, դիվանին պարկենք, հեռուստացույցը կամ հեռախոսը վերցնենք, որովհետև արդեն փրկված ենք, շնորհով փրկված ենք, չէ, ասում է գնա ու մի բաժակ ջուր տուր իմ անունով, այսինքն գործ կատար իմ անունով, երբ որ դու դա կանես, ինձանից վարձուն ես ստանալիք։ Եվ սա փաստորեն շատ կարևոր է, որ մենք իրապես հասկանանք եւ մեր փրկության հասկանանք, որ ոչ թե մենք փրկված ենք, ինչպես որ ասում է աղանդավորությունը, այլ մենք փրկության ճանապարհին ենք եւ Աստված մեզանից քայլեր է ակնկալում։ Երկրորդ բանը, որ այստեղ ուզում եմ ասել, որ շատ տարածված է, անընդհատ լսում եմ։ Մի հատ լոտո շահի փողերս շատանա, տես ինչքան բարեգործություն եմ անելու։ Այս մտայնությունն է։ Կամ գործերս լավանա, պարտադիր չի լոտոն տարածված ամենահեշտն է։ Ես այս կանեմ, են կանեմ։ Քրիստոս այս գաղափարի դեմ է անմիջապես խոսում, ասելով ինձ պետք չի քո մեծ նվիրատվությունները։ Կարող ես մի բաժակ սառը ջուր տալ։ Եվ ի վերջո հիմա էլ մի բաժակ սառը ջուրը կարա ջրի լինի։ Գնանք այստեղ մեր մի բանից վերցնենք։ Ինձ այդ աղբյուր կա։ Բաժակ ջրի որևէ գումար քեզանից չի ակնկալվում, սա արա ասում է։ Եվ մի թող վաղվան, որ դու վաղը կհարստանաս կամ ժամանակ կունենաս ու նոր կսկսես ծառայել ինձ։ Հիմա ծառայի ու հիմա քո բաժինը բեր, որովհետև վաղվա օրը քոնը չի։ Այլ խոսքով, մեր Տիրոջ ու Փրկչի Հիսուս Քրիստոսի պահանջները շատ պարզ են։ Բայց արի ու տես, որ այդ պարզ պահանջներն էլ հաճախ մենք թերանում ենք անելու, որովհետև ծուլանում ենք մեր պարտականությունների մեջ։ Եվ ասում է, ով ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, նրա համար ավելի լավ կլինի, եթե նրա պարանոցից կախված լիներ էշի մի երկանակար եւ ծով գցվեր։ Կարևորը այստեղ մի բան կա։ Քրիստոս կարող էր ասել, եթե մեկին գայթակղեցնի, բայց Քրիստոս ասում է, եթե ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի։ Երկու շատ կարևոր իմաստ կա։ Մեկը Քրիստոսին հավատացող եւ երկրորդը փոքրիկներ։ Քրիստոսին հավատացողները Քրիստոսի համար շատ ավելի արժեք ունեն։ Մենք Քրիստոսինն ենք։
Դա համար մենք կոչվում ենք քրիստոնյա, Քրիստոսինա, Քրիստոս նրա մեջ։ Եվ երկրորդը ինչու փոքրիկ, որովհետև ոչ թե մարմնով փոքրիկ կամ տարիքով փոքրիկ, այլ հասակով փոքրիկ, հավատի գիտակցության փոքրիկ։ Եւ նման մարդիկ, ովքեր որ հավատի գիտակցության մեջ փոքր են, որոնք մեր ազգի ճնշող մեծամասնությունն է, 90 եւ ավելի տոկոսը, այդ նման մարդկանց գայթակղեցնելը շատ ավելի հեշտ է։ Եվ երբ որ դու գայթակղեցնում ես հավատով փոքր մարդուն, հաշվի առ, որ դու դրա համար շատ մեծ պատժի ես արժանանալու, ինչու, որտեվ ասում ավելի լավ կլիներ, որ քո պարանոցից էշի երկանակար կախվեր։ Ինչի է սա ասում։ Որ պատկերացրեք մի պահ, որ դու ծովն ես նետվում ու մի շատ ծանր քար կա, այնքան ծանր, որ մարդը ուժ չունի պտտացնելու, այլ էշն է պտտացնում, եւ այդ քարը քեզ անընդհատ դեպի խորքն է տանում։ Այլ խոսքով այդ քարը մեղքն է։ Երբ որ քո մեղքը այնքան մեծ է, որ դու չես կարողանում այն պահել ու ինքը քեզ խորտակում է դեպի ծովի խորքը, դեպի մթություն, դեպի անդունդ, ու սրա համար դու մի պահ պատկերացնենք մենք ընկել ենք այս վիճակում, ինչքան ծանր, ասում է, սա ավելի սարսափելին չի, սրանից սարսափելին է գալու։ Ավելի լավ կլներ, որ դու այս պատիժն ունենայիր, քան այն ինչ որ գեհենում է լինելու։ Ուրեմն ցույց է տալի այդ պատժի սարսափելիությունը, որ զգուշ լինենք։ Եվ պատահական չի, որ նույն Աստծո թշնամիները, երբ որ եգիպտացիներն էին, ծովի մեջ խեղդվեցին։ Այդ ծովի մեջ խեղդվելու գաղափարը հաճախ հայրերը տեսնում են Աստծո թշնամիների պատիժը, որը որ ոչ թե անմիջական, անակնկալ կամ արագ մահա, այլ տառապալից է, որովհետև դու անընդհատ սուզվում ես եւ հույս չկա ու լույս չկա, ինչու, որովհետև դու ինքդ ես կտրել քո հույսը ու դու ինքդ ես կտրել քո հույսը։ Եվ այստեղ հիմա շուտով Քրիստոս մի քանի անգամ, մինիմում 3 անգամ նաև գեհենի մասին է խոսելու։ Բայց հիմա գալիս ենք մի շատ կարևոր ընթացք, գայթակղության ընթացքը։ Առաջինը, որ եթե մեկը դիմացինին է գայթակղում, զգուշ եղեք դիմացինին չգայթակղեք։ Երկրորդը, երբ որ քեզ են գայթակղում, երկուսն էլ իմն է։ Ես կարամ դիմացինին գայթակղեմ լինելով մարդ, գիտակից կամ անգիտակից կերպով, թե ինչու ամեն պատարագի մենք խոստովանում ենք մեր մեղքերը, որտեղ եւ գիտակից եւ անգիտակից կերպով կարող են գայթակղեցնել, բայց հաճախ լինում է, որ նաեւ մեզ են գայթակղեցնում։ Եվ եթե հիմա պարագանին է, որ մեզ են գայթակղեցնում, ինչ անենք, ինչպես վերաբերվենք։ Փաստորեն, այս նախ ուզում եմ հասկանալ ինքնին այս մտայնությունը։ Պիտի ասում է կտրես դուրս գցես։ Ու այդ կտրելը շատ ցավալի է, որովհետև մի պահ եթե պատկերացնենք, որ ձեռքը պիտի կտրես ու դուրս նետել, բավական ինքը ցավալի խնդիր է։ Ու հաճախ ինչ է դուրս գալիս, որ մենք չենք ուզում այդ ցավալիության միջով անցնենք, այլ խոսքով էս միտքն են բերում, արքայությունը հասնելը կարող է շատ ցավալի լինել եւ զրկանքներով լեցուն, պետք է պատրաստ լինել եւ իմաստուն գտնվել, քանի որ մարմինն ավելին է, քան ձեռքը։ Բայց մենք ինչ ենք անում, ուզում ենք եւ գայթակղությունը, որտեղ հաճախ այդ գայթակղությունը մենակ վատը չի, հաճախ չարը մեզ գայթակղում է կրքի միջոցով, ցանկության միջոցով, դրական մտքերի միջոցով եւ ուզում ենք համ գայթակղությունը պահենք, համ Աստծո արքայությանը տիրանալ։ Չի լինի այս երկուսը, կամ մեկն է, կամ մյուսը։ Այլ խոսքով ինչ էր ասում այստեղ տակը գրեցի, ամեն գնով հայք արքայության ճանապարհի վրա մնա, եթե նույնիսկ պետքա մեծ զոհաբերում կատարես եւ քեզանից կտրես քո մարմնի անդամ։ Բնականաբար այստեղ բոլորս ենք հասկանում, որ սա տառացի չպիտի հասկանանք։ Տառացի չէ, որ ձեռդ կտրում ես, ինչու։ Որովհետև ձեռքը քեզ երբեք չի գայթակղեցնում։ Կամ հիմա պիտի շարունակենք Մատթեոսի 5-րդ գլխի մեջ կա, աչքդ ասում է քեզ, աչքդ քեզ եթե գայթակղեցնի, որտեղ եթե ուշադրություն դարձեք Մատթեոսի մեջ աչի վրա է գնում։ Եթե քո ձեռքը քեզ գայթակղեցնի, կամ եթե քո աչքը քեզ գայթակղեցնի, ես որ հիմա մեկին նայում եմ, ես չեմ կարող ասել սա աչքն է, թե ձախն է։ Որևէ մեկս նորմալ տեսողություն ունեցող մարդը չի կարող ասի աչքս ինձ գայթակղեցրեց, թե ձախ։ Ինչի է Քրիստոսը ասում, ցույց տալու համար, որ ոչ թե ֆիզիկական մարմնի մասին է խոսքը, այլ եկեղեցու անդամների մասին է խոսքը, որովհետև մենք էլ եկեղեցու անդամ ենք,
Եվ մեզանից յուրաքանչյուրը Քրիստոսի մարմնի մի մասն է կազմում։ Եվ եկեղեցու անդամ նշանակում է նաև հավատացյալ հարազատ, եւ մարմնական, եւ հոգևոր։ Եվ ամենադժվարը դա է, երբ որ դու քո հարազատին, լինի դա մարմնական թե հոգևոր կամ ընկեր, կտրես, որովհետև եթե իրեն չես կտրում, երկուսով իրար հետ գեհեն եք գնալու։ Ու այդ կտրելու գաղափարը շատ կարևոր է ու հաճախ տեսնում ենք, երբ որ մի բան փտում է, երբ որ մարդու ձեռքը կամ ոտքը փտում է, բժիշկն ասում է ստիպված պիտի անդամահատեմ, որովհետև եթե չանդամահատեմ, մեռնելու ես։ Այս նույն օրինակը մենք ավետարանի մեջ ենք տեսնում։ Երբեմն ամաչում ենք, երբեմն անհարմար ենք զգում, վատ ընկեր ունենք, ով գայթակղեցնում է մեզ, ու ասում ենք դե մանկության ընկերս է, չեմ կարող, կամ չգիտեմ, նույնիսկ ամենահարազատ մարդիկ։ Բայց եթե դու զգում ես, որ ինքն է կործանվում ու քեզ է կործանում ու քո հետ մեկտեղ քո ընտանիքն է նաև կործանում, ուրեմն Քրիստոսի այս խոսքերը մեզ համար են ասված, որ ավելի լավ է, ոչ թե սա լավագույն տարբերակն է, բայց սա ավելի լավ է, քան ամբողջ մարմնով ընկնել գեհեն, այսինքն ոչ քեզ փրկես, ոչ դիմացինին, որովհետև քեզ համար ավելի լավ է խեղված մտնել հավիտենական կյանքը, քան թե երկու ձեռք ունենալ եւ գնալ գեհեն անշեջ կրակի մեջ։ Հետաքրքիր է, որ այստեղ ինչու ասեցի ուղիղ չեմ ուզում հասկանանք, որովհետև ես անձնապես մարդ գիտեմ, ոմանք գիտեն այստեղ նստածներից, որ ուղիղ հասկացավ ու տարօրինակ բան է, մարդկության պատմության մեջ շատ քիչ է եղել եւ ինքն իր ձեռքով իր աչքը հանել էր։ Բայց հոգեկան խանգարման հետևանք էր սա։ Այսինքն տեսեք, այս մտայնությունը կա, այդ երբ որ հոգեկան խանգարումը կա, եւ ավետարանը ընթերցում ու սխալ է հասկանում ավետարանը, ուղիղ է հասկանում ավետարանը, ինքն իր ձեռքով իր աչքը հանել էր եւ այդ մարդը միջև հիմա ողջ է։ Եվ շատ ցավալի իրականություն է։ Այսինքն, այստեղ էլ ուզում եմ շատ կարևորեմ, որ Աստվածաշունչը պիտի ճիշտ հասկանանք, որովհետև հաճախ մենք կարող ենք սխալ հասկանալ ու մեզ ինքներս վնասել։ Ինչու գեհեն։ Գեհենը ինչ է։ Մենք հաճախ այդ գեհենի մասին չենք էլ ուզում մտածել, բայց ուզում եմ մի պահ հասկանանք նախ պատմական առումով գեհենը ինչ է։ Երուսաղեմից հարավ-արևմուտք ընկած հովիտ է, valley է անգլերենով ասած, որը կոչվում է Հինոմի հովիտ։ Գեհինոմ եբրայերեն, հայերենով դառնում է գեհեն, որտեղ իսրայելացիները սկզբից իրենց զավակներին էին զոհ մատուցում Բաղին, սա մենք տեսնում ենք Երեմիա 19-ի մեջ, որ կուռքերին իրենց զավակներին կրակի մեջ զոհ էին մատուցում։ Դրանից հետո արդեն բարեպաշտ Հոսիա թագավորը այդ տարածքը փակեց եւ այն աղբանոցի վերածեց եւ դարեր շարունակ այդտեղ աղբանոցներ եւ աղբը վառվում էր, ինչպես որ մեր Հայաստանում, չէ, կա Սովետաշենի աղբանոցը, այնտեղ գարշահոտություն կա, այնտեղ անընդհատ կրակ կա եւ այս մոտեցումն է, որ հрьяան օրինակ շատ լավ հասկանում է, թե ինչ է նշանակում գեհեն, մի վայր, որտեղ նախ 3 բան եմ առանձնացրել. հեթանոսության ու կռապաշտության վայրեր, երկրորդը անմաքրության վայրեր, որտեղ աղբանոց է, եւ երրորդը անվերջանալի կրակ կա։ Եվ սա է, որ Քրիստոս ասում է, զգուշ եղեք այդ վայրը, եւ այս ամբողջ այլաբանությունը, այսինքն պատկերացրեք ինչքան վատ է իրական դժոխք կոչվածը, որը որ գեհեն է, ուղղակի սրա այլաբանությունն է ցույց տալիս։ Եվ ասում եմ, եթե քո ոտքն է գայթակղեցնում քեզ, կտրիր քեզնից դեն գցիր այն, լավ է, որ դու կաղ մտնես հավիտենական կյանքը, քան թե երկու ոտք ունենաս եւ գեհեն ընկնես։ Ուզում եմ այստեղ այս կտրել դեն գցելու գաղափարի մասին էլ խոսել, որովհետեւ եթե նույնիսկ նյութականին էլ վերենք կտրել դեն գցելը, մարդ հարարածս շատ դժվար է մի բանից հրաժարվում։ Օրինակ, պարզ օրինակ, հեռախոս ունես, նոր եկավ, այս հեռախոսը չես գցում, ոչ էլ ուրիշին ես տալիս, պահում ես տունը, վաղը պետք կգա։ Կոշիկ ունես, նորը առաջ, թող այդ հինն էլ մնա, ոչինչ։ Եվ ի վերջո այնքան ենք կուտակում մեր ունեցածը, որ գնում ենք ամեն ամիս փող ենք տալիս, պահեսներում այդ ապրանքը լցնում ենք, հետո տասնամյակներ հետո այդ ամեն ինչ փչանում է, հետո մեր ձեռքով տանում թափում ենք ու այնքան փող ենք տվել այդ պահեսներին, որ դրա մի քանի անգամը կարող ենք առնել։ Բայց եթե մեզ ասեին,
կարիքավորին, Հայաստան, Արցախցուն, այսօրվա տնանկին մի բանով օգնի, մենք դա չենք անի։ Սրա մասին է նաև գալիս, որ իրապես հասկանանք, որ պետք չի այդ պահելը, կտրի դեն գցի, եթե քեզ խանգարում է մի բան, կտրի դեն գցի, իսկ գալով մարմնական գաղափարին, եթե մեկ ուղիղ նաև ընկալել այս միտքը, որ մենք կտրելու ենք մարմնի անդամ կամ, չգիտեմ, դեպք եղավ մարդու ոտքը պատերազմի ժամանակ կտրվեց։ Շատ հստակ ու պարզ է առաջի Կորինթացիս 15-ի մեջ, որ հոգևոր մարմին գաղափարն է Սուրբ Պողոս առաքյալը բերում, որ ամեն ինչ վերականգնվելու է։ Ամեն ինչ վերականգնվել է, հոգևոր մարմին է կոչվելու, որը որ միայն վերացական չի, որովհետև Քրիստոս իր օրինակով ցույց տվեց, որ Թովմասին ասեց՝ «Արի ձեռք տուր ու տես, որ ես միայն հոգի չեմ, կարող ես ինձ շոշափել, բայց այդ նույն մարմինը փակ դռներով սենյակ մտավ»։ Թե ինչպիսին է, դա խորհուրդ է, մենք չգիտենք, բայց դրա համար մեր հավատամքի մեջ, նիկեական հանգանակի մեջ միշտ մարմին բառը կա, որ հասկանանք, որ միայն երևույթ չի, վերացականություն չի։ Ու դրա համար միշտ հայրերն ասում են, եթե վարձատրվելու ենք հոգեպես ու մարմնապես, երկրորդ դատաստանից հետո, որտեղ մարմինը պիտի վերականգնվի, ինչպես 37-րդ գլխի մեջ է Եզեկիելում ասվում, եւ եթե դատապարտվելու ենք նորից հոգեպես ու մարմնապես, ու դրա համար հաճախ այստեղ այս միտքը կա, որտեղ ասում է ատամների կրճտոց եւ լաց, որը ցույց է տալիս մարմնական ցավը, որ կա ու պիտի լինի։ Ուրեմն այստեղ նաև փաստորեն պիտի հասկանանք, որ կտրելու գաղափարը շատ կարևոր է, մեզանից կտրենք ու հասկանանք ինչ է լինի պարագան, եթե մարդը իր մարմնական անդամահատում է ունեցել, երկնային արքայության մեջ այդպիսի բան չկա, վերականգնվում է։ Սա է մեր ուսմունքը։ Եվ եթե քո աչքն է գայթակղեցնում քեզ, ասում է քաշիր նրան, հանիր այն, լավ է, որ դու մեկ աչքով մտնես Աստծո արքայությունը, քան թե երկու աչք ունենաս եւ ընկնես գեհեն։ Եվ ուզեցի այստեղ մի հետաքրքիր միտք բերել, որ ուշադրություն դարձեք, ասես ձեռք, ոտք, աչք։ Մատթեոսի ավետարանում ձեռքն ու աչքն է միայն։ Ինչ է լինի պատահ, ինչ է լինի պարագան, ինքը այն բաներն ասում, որից մենք երկու հատ ունենք։ Երկու ձեռք ունենք, երկու ոտք ունենք, երկու աչք ունենք։ Հետաքրքրորեն նույնիսկ Քրիստոսի ընտրությունը այնպեսին է, որ նույնիսկ եթե մեկն էլ չլինի, միևնույնն է դու կկարողանաս քո կյանքը շարունակել։ Այն բանը չի, ասենք, սիրտը չի, որ գնաց էլ այլևս կյանք չկա կամ գլուխը չի։ Երկու աչք, երկու ձեռք եւ երկու ոտք։ Ու սա շատ հետաքրքիր է։ Եվ մի հետաքրքիր բան Սուրբ Հովհան Ոսկեբերանի մեջ կարդացի, ասում է ինչի է Քրիստոս երրորդ անգամ լինելով 3 անգամ գեհենը հիշեցնում։ Շատ եղավ, 3 անգամ ինչի ես ասում։ Որովհետև ասում է մարդը թմբիրի մեջ է, մարդը քնած վիճակում է, ու այս թմբիրը, կիսաքուն վիճակը ինքը վերում է նմանեցնելով հարբած մարդուն։ Ասում է, երբ որ մարդը հարբած է, եւ դու իրան ասում ես, որ վիճակը լավ չի, ինքը ասում է ոչ թե ընդունում է, որ ինքը սխալ է, ինքը քո հետ կարա կռիվ անի։ Ինչ ես խոսում, ինչի մասին է խոսքը։ Ես ճիշտ եմ, բայց երբ որ ասում է այդ հարբածությունը, այդ ալկոհոլի ազդեցությունը անցնում է, ինքը գիտակցության է գալիս, ինքը նոր հասկանում է Տեր Աստված, ես ինչ արեցի, ճիշտ էին այս մարդիկ։ Եվ նույնը ասում է մեղքի հարբածությունը, երբ որ մարդ մեղքի մեջ հարբած է, երբ որ մարդ մեղքի մեջ թմբիրի մեջ է, ինքը իր իրական պատկերը, իրական վիճակը չի տեսնում։ Եվ պետք է իրեն արթնացնել, երբեմն մի քանի անգամ ասելով, երբեմն մի քանի անգամ ապտակելով, որտեղ այս 3 անգամը, որ Քրիստոս ասաց, սրանք ապտակ են, որ հայք, Պողոս կամ Պետրոս, զարթնեք, 3 անգամ եմ ձեզ ասում, որ կա գեհեն, որ սա հեքիաթ չի, որ պատիժ կա, որ ես պատիժ եմ սահմանել, եւ նաեւ օրհնություն, որ դուք պիտի գիտակցեք սա, քնից զարթնեք, ու դրա համար էր, որ այսքան Քրիստոս 3 անգամ նույն կոնտեքստի մեջ այս միտքն է բերում, իսկ գեհենը ինչ է, նաեւ մի փոքրիկ բացատրություն է տալիս, ասում է, որ նրանց որդը չի մեռնում եւ կրակը չի հանգչում։ Եվ փաստորեն այս միտքը խորքի մեջ Եսայու մարգարեության ամենավերջի նախադասությունն է նաեւ Եսայու մարգարեության 66-րդ գլուխը, որ վերջի գլուխն է, ու վերջի նախադասությունը սա է, ասում է, պիտի ելնեն ու տեսնեն իմ հանդեպ հանցանք կատարած մարդկանց ոսկորները, քանզի նրանց որդը չի մեռնելու, մահացած մարդկանց մասին է։ Նրանց կրակը չի հանգչելու, նրանք հայտնի պիտի լինեն բոլոր մարմնավորներին։
Եվ փաստորեն ինչ է նշանակում սա, որ քո պատիժը լինելու է եւ հոգեվոր, եւ մարմնավոր, որովհետեւ հաճախ ցեցը խորհրդանշում է մարմնականը, իսկ կրակը խորհրդանշում է հոգեվորը։ Եվ այստեղ մի հետաքրքիր միտք կա, որ առակաց 25-ի մեջ է որդի փայտ ուտելու մոտեցումը, որ բերում է ինչին է կապում, առակացի մեջ Սողոմոն իմաստունն ասում է, ինչպես ցեցը վնասում է հագուստին եւ որդը փայտին, այնպես էլ տրտմությունը վնասակար է մարդու սրտին։ Ուրեմն սա էլ շատ հետաքրքիր մի միտք է, որ անընդհատ դժոխքի մեջ տրտում ես։ Ու այդ տրտմությունը սրտդ է վնասում։ Ուզում եմ մի պահ կանգնեմ ասեմ, արդյոք մենք երբ որ անընդհատ տրտում ենք դժոխքի մեջ չենք։ Սա դժոխքի նախաճաշակն է, երբ որ դու տրտում ես եւ այդ տրտմությունը ինքը նմանացնում է ворթ ուտող փայտն ուտող ворթը։ Տրտմությունը, անընդհատ տրտմությունը ինքս վնասակար է, մեզ կործանում է։ Դրա համար Սուրբ Պողոս առաքյալը 2-րդ Կորինթացիի մեջ շատ հրաշալի բան էր ասում։ Մի տրտմություն կա, որ ապաշխարության տանող տրտմությունն է։ Բայց կա նաև սատանայի ուզած տրտմությունը, որ անընդհատ դու տրտում ես։ Աստծո ուզած ապաշխարության տանող տրտմությունն է, որը ի վերջո ուրախության է բերում, ասում է առաքյալը, իսկ սատանայի ուզածը, որ քեզ անընդհատ տրտում պահի։ Իսկ ինչպես է քեզ անընդհատ տրտում, տխուր, սեդ պահում, երբ որ անընդհատ դու հիշում ես քո խնդիրները, քո ձախողումները, քո դժվարությունները, ու անընդհատ միշտ թույնը մեջդ ես լցնում, ու անընդհատ տրտում ես, անընդհատ խոժոռ ես, ու անընդհատ թաքսիկ ես։ Եվ սա է, որ սիրտդ անընդհատ ուտում է։ Եվ դրա համար է ասում Աստված, որ սա արդեն նշանակում է, որ դու դժոխքի մեջ ես, այս պահին, ուշադիր եղիր, զարթնիր սրանից։ Եվ փաստորեն նաև ուրիշ բաներ էր այստեղ ասում, որ մարդ հարարած ունի երկու ճանապարհ, երկու destination, երկու հանգրվան։ Մեկը Աստծո հետ երկնքի արքայության մեջ լինելն է, իսկ մեկը դժոխքում տառապելն է։ Եվ C.S. Lewis անունով այս վերջի բողոքականության մեծերից մեկը, որ իրապես շատ խորը փիլիսոփա է քրիստոնյա, հետաքրքիր ձև էր բացատրում դժոխքի ու դրախտի տարբերությունը կամ գնալու եղանակ, ասում էր երկնքի արքայություն են գնում նրանք, ովքեր ապրում են Աստծո կամքի համաձայն, իսկ դժոխք են գնում նրանք, ովքեր ապրում են իրենց կամքի համաձայն։ Եվ հետաքրքիր էր այս մոտեցումը, որովհետև եթե դու քո կամքը առաջ ես տանում Աստծո կամքից, շեղվելու ես ճանապարհից, իսկ եթե դու Աստծո կամքն ես քո կամքից առաջ տանում, ի վերջո գնալու ես այնտեղ, որտեղ որ Աստված է։ Եվ վերջի միտքը, որ ասում էր առաքյալը, հետևյալն է, ասում է, որովհետև ամեն ինչ կրակով պիտի աղվի։ Նախ ինչու այս միտքը, որովհետև եւ Ելից գրքում եւ Եզեկիելի մարգարեության մեջ Աստված ասում էր, որ զոհ մատուցես ինձ Հայկ, 5 կտականի մարդուն, չգիտեմ, այնտեղ Հայկ կլինի, իհարկե կլինի։ Ասում է աղով կհամեմ ես։ Միսը հենց այնպես չմատուցես իբրև զոհ, աղով համեմած զոհը կմատուցես, եւ սա մենք նաեւ տեսնում ենք մարգարեի մոտ։ Եվ ինչու է, խոսելու եմ եւ աղի մասին, եւ նաեւ խոսելու եմ կրակի մասին, բայց ուզում եմ սկզբից կրակի մասին խոսել։ Կրակը միջև հիմա ինչ որ տեսանք, բացասական իմաստ ուներ։ Գեհենի կրակ, այրվել, չէ՞։ Հիմա այս կոնտեքստի մեջ ինքը դրական իմաստ ունի, ամեն ինչ կրակով պիտի աղվի։ Այլ խոսքով կրակով աղվել նշանակում է կրակով պահպանվել։ Ու սա շատ հետաքրքիր է, եւ ուզեցի մի քանի միտք բերել։ Առաջինը ամենահայտնի միտքն է Ելից 3-ի մեջ։ Կհիշեք ինչ կատարվեց Ելից 3-ի մեջ, ով կհիշի։ Մովսեսի այրվող մորենին է։ Ինչու է այս մորենու կերպարը շատ հետաքրքիր, որովհետև Աստվածաշունչն ասում է, որ այս մորենին այրվում էր, բայց կանաչ էր։ Այսինքն ինքը իր կենդանությունը չէր կորցրել, իր կանաչությունը չէր կորցրել, դրա համար մենք նաև նկարի մեջ սա տեսանք։ Այլ խոսքով այս կրակը պահպանող կրակ էր, ոչ թե այրող ու ոչնչացնող կրակ էր, այլ նաև պահպանող կրակ էր, եւ դրա համար պատահական չի, որ Սուրբ Հոգու էջքն էլ կրակի լեզուներով եղավ, որը պահպանող կրակ է, ոչ թե ոչնչացնող։ Նույն կոնտեքստի մեջ երկու կրակ ենք տեսնում, մեկը ոչնչացնող կրակ եւ մեկը պահպանող կրակ։
Իսկ մյուս պարագան այս վերջերս որ ճամբարում էինք, հետաքրքիր որ գնացինք Սեքոյա ծառերի մոտ ու իջանք, այս միտքը ասեցի, որ այս Սեքոյայի կոները իրենք չեն բացվում երբեք եւ մեջից սերմը չի դուրս գալիս ու հող չի ընկնում, եթե կրակ չկա, եթե հրդեհ չկա։ Ուրեմն որպիսի այդ աշխարհի ամենահսկա ծառը աճի, իր համար կրակ է պետք։ Առանց կրակի այս ծառը չի աճի, չի բազմանա։ Եվ հետաքրքրորեն այս բերեցի այսօրվա իմ նյութի հետ, որ 3 բան է կատարում այստեղ կրակը։ Առաջինը կրակը պետքա, որ այս կոնը, որ մեծ պոտենցիալ ունի, բայց չի բացվելու, բացվի, կաղապարից դուրս գա։ Սրանք բոլորը մեզ էլ կարող ենք վերագրել։ Երկրորդը ասում է մասնագետները, բուսաբանները, ինչի է բացվում ու հենց բանի մեջ մոխրի մեջ ընկնում, որտեղ ասում է մոխիրը շատ կարևոր միներալներ ունի, եւ այդ միներալները պարտադիր են այս սերմի բուսեցման համար, բուսման համար։ Ուրեմն դրա համար կրակը նախ իրեն բացում է, իսկ հետո որ մոխրի մեջ անգնում ամեն ինչ վառված է, այդ միներալներն են, որոնք իրեն սնունդ են տալիս։ Եվ երրորդը ասում է կրակը նաեւ բացում է այդ անպետք թփերը, մաքրում է, որովհետեւ այս սերմին արևի լույս է պետք շատ։ Իսկ եթե թփերը շատ լինեն, մանավանդ խոնավ վայրերում, արևի լույսը բավարար չի ընկնելու, այս սերմը չի աճելու։ Սա նաև մենք ենք, ժողովուրդ։ Մեզ հաճախ Սուրբ Հոգու իրապես կրակն է պետք, որ մենք մեր կաղապարից բացվենք։ Մյուսը, որ մենք պետքա Սուրբ Հոգու այդ միներալները, այդ սննդակարգը, որ մենք աճենք ու հաճախ նաև պետք է այդ կրակը, որ մեր մեջից, մեր շրջապատից այդ ճյուղերն ու տերևները անպետք դուրս գան, որ Աստծո լույսը տեսնենք, ու հա թե ինչու է, կարծում եմ, որ նաև մեր Տերն ասում էր ամեն ինչ կրակով պիտի աղվի։ Ասում է աղը լավ բան է, բայց եթե աղը անհամանա, ինչով պիտի համեմվի։ Եվ այստեղ նաև գալիս եմ այս մտքին, ինչու աղ նաև։ Գոնե 4 կետ ես ուզում եմ այստեղ առանձնացնել։ Առաջինը աղը համ է տալիս, ցանկալի է դարձնում ուտելիքը, մանավանդ մենք հայերս միշտ աղ ենք լցնում, որովհետև աղով ուտելիքը մեկ բան է, առանց աղի ուտելիքը մեկ այլ բան։ Ի սկզբանե եղել, ուրեմն համի համար։ Երկրորդը աղը պահպանում է ուտելիքը։ Երբ որ միսը դնում ես աղի մեջ, այդ միսը պահպանվում է, բաստում ենք սարքում։ Աղը նաև երրորդ պարագան, ջուրը խմել է դրթում, որտեվ երբ որ աղի ինչ որ մի բան կերար, անընդհատ ուզում ես գնաս ջուր խմեր։ Եվ այստեղ ջուրը մենք անշուշտ խոսում ենք Աստծո խոսքի մասին, ինքը Քրիստոս իրեն կոչեց այդ վտակը կամ Սուրբ Հոգին կոչեց այդ առուն, այդ աղբյուրը, որը անընդհատ պիտի բխի։ Եվ նաև 4-րդ կետը, որ ուզում եմ այստեղ բերել, աղը սառույցն է հալեցնում։ Եվ սա էլ նաև շատ կարևոր է, որ մեր ներսի այդ սառած վիճակը, անտարբերությունը նույն այս աղը պիտի հալեցի։ Իսկ եթե կոնտեքստի մեջ նայենք, ուրեմն քանի որ որդերի մասին խոսեց եւ այլն, որդերը այդ միսը ուտողներն են, իսկ աղը այդ միսը պահողն է, որտեվ եթե այդ միսը աղված է, որդը չի գալիս ուտում։ Ու դրա համար է, որպեսզի մենք թույլ չտանք, որ մեզ ուտեն, մեզ կեղեքեն, մեզ հոշոտեն, մենք պիտի աղով աղված լինենք։ Եվ փաստորեն մեկ ուրիշ պարագա էլ գալիս է նրան, որ ասում է դուք եք այդ աղը։ Այլ խոսքով աղված աղը իմ ինքնությունն է։ Եվ եթե ես իմ ինքնությունը կորցրել եմ, ես իմ արժեքը կորցրել եմ նման մեկի, որ հայ է, բայց հայը չգիտի ինչ բան է։ Եվ եթե մենք ասում ենք հայ է, բայց հայությունը կորցրել է, ու բոլորս նորմալ ենք սա անցալում, հա, այս մարդը հայ է, բայց այդ հայությունը կորցրել է, երբեք բայց չենք մտածում, որ այս մարդը քրիստոնյա է, բայց Քրիստոսին է կորցրել, քրիստոնյայի կերպարն է կորցրել, այսինքն անունով է քրիստոնյա, բայց իրականում ինքը քրիստոնյա չի։ Եվ աղի գաղափարը հենց այստեղ է գալիս, որ դա քո ինքնությունն է։ Եթե դու անհամանաս հայք, դու էլ բանի պետք չես, ինչով պիտի համեմվես։ Եվ ասում է, եւ առ դուք ձեր մեջ ունեցեք աղը եւ իրար հետ խաղաղությամբ ապրեցեք։ Ուրեմն քրիստոնյան նախ պիտի հրապուրի իր անձով։ Հրապուրի, որ Քրիստոսի անդամներ շահի ուրիշներին։ Սրբերը միշտ հրապուրում էին դիմացին։ Ուզում եմ սրա մասին 1-2 բառ խոսել, որ
Հաճախ մենք օծանելիք ենք ցանում մեր վրա, մենք մեզ նայում ենք, մանավանդ կանայք իրենց շպարում են, տղամարդիկ, լավ ժամացույց, լավ զգեստ, ինչի ենք դա անում, որպեսզի մեկին հրապուրենք հաճախ, բայց այդ հրապուրելը ինչի համար է, որ մարդը իմ մասին լավ կարծիք ունենա, ասի Հայկը կոկիկ շնորհքով մեկն է, բայց դա իմ փաստորեն այդ մարդու կարծիք ես մենակ իմ համար եմ օգտագործում։ Խորքի մեջ քրիստոնյան են մարդն է, որ պիտի հրապուրի դիմացինի ոչ թե միայն իրա համար, այլ Քրիստոսի համար։ Որտեվ եթե տեսա, որ Հայկը քրիստոնյա է ու իրան Հայկի կյանքը իրան հրապուրեց, Հայկի կեցվածքը իրան հրապուրեց, ուրեմն ինքը կսկսի նաև հետաքրքրվել Քրիստոսով, որովհետև Հայկը ոչ թե իրա մասին է շատ խոսում, այլ Քրիստոսի։ Ուրեմն այդ որ ինչ որ մենք անում ենք նյութական առումով, մենք կոչված ենք անում նաև հոգևոր, այս դեպքում ոչ թե մեր անձերը հրապուրիչ դարձնելու համար, այլ Քրիստոսին հրապուրիչ դարձնելու համար։ Ու դրա լավագույն օրինակը մենք տեսնում ենք սրբերի մոտ, որովհետև սրբերը իրապես որ իրենց անձով հրապուրում էին մարդկանց դեպի Քրիստոս։ Երկրորդը առանց աղի համ ունեցող քրիստոնյան նոմինալ քրիստոնյան է, այսօրվա տարական հայ մարդն է, որը ոչ մի բան չի անում Քրիստոսի եկեղեցու համար։ Եվ դրա համար այս միտքը ուզեցի անգլերենով գրեմ, do not be an unattractive and mediocre Christian։ Մի եղեք անհրապույր եւ միջին վիճակի քրիստոնյա։ Եթե դու միջակություն ես իբրև քրիստոնյա, դու ոչ ոքին չես հրապուրելու դեպի Քրիստոս։ Եվ նաև այստեղ այս միտքը վերեցի, որ առաքյալները խորքի մեջ ու վարդապետները այդ պահպանող աղն են։ Ուզում եմ, տեսեք երկու իմաստ վերեցի, հրապուրել եւ պահպանել։ Պահպանելու հետաքրքիր միտքը կա, որ Կողոսացիս 4:6-ի մեջ կարծես Պողոս առաքյալը հենց սրա մասին է խոսում, որ վարդապետը պահպանող աղն է, ինչպես է ուսուցիչը պահպանող աղը, հետեւյալ կերպ։ Եվ ասում է, եւ ձեր խոսքը թող լինի միշտ լի Տիրոջ շնորհով, որպես թե աղով համեմված լինի, որպեսզի դուք իմանաք, թե ինչպես պետք է պատասխան տաք յուրաքանչյուրին։ Այսինքն իմ խոսքը եթե համեմված է Տիրոջ շնորհով, որպես թե աղով լինի, ինչ է սա նշանակում, որ փաստորեն Աստծո ներկայությունը եթե իմ մեջ է, իմ խոսքը իրապես շնորհով համեմված է, աղով համեմված է։ Այլ խոսքով սա է, որ առաքյալը ասում է երկու բանի համար, իր հոտը, իր հավատացյալներին պահելու համար եւ երկրորդը դիմացինին գրավել ու խոսքը այստեղ ուսմունքի մասին է, խոսքի մասին է եւ նաեւ պատասխան տալու մասին է, որ մեզանից յուրաքանչյուրը պիտի աղով համեմված պատասխան տանք։ Երբեմն ասում ենք, օրինակ, լեննականցիների բարբառը շատ քաղցր է։ Այդ քաղցր աղով համեմված բարբառն է, խոսքն է, որ Քրիստոս ուզում է, որ մարդկանց գրավենք դեպի իրեն։ Իսկ գալով խաղաղության գաղափարին, որովհետև խաղաղությամբ ապրեցեք գաղափարն է փակում։ Նախ ինչի է խաղաղությամբ ասում, որտեղ ուզում եմ հիշեցնել մեր առաջի տեքստը, առաջի նախադասությունը, առաքյալները իրար հետ կռիվ ունեին։ Ով է մեզանից ամենամեծը։ Ու Քրիստոս այս կոնտեքստի 9-րդ գլուխը փակում է խաղաղության կոչով։ Բայց որպեսզի դու խաղաղություն ունենաս, ինչ է նշանակում խաղաղություն։ Խաղաղությունը խնդիրի բացակայությունը չի։ Մենք մեզ մտածում ենք, որ խնդիրների բացակայությունն է խաղաղությունը, որից երբեմն մենք նույնիսկ փախուստ ենք տալիս ու ասում ենք խաղաղության մեջ ապրենք, փախնենք խնդիրներից։ Իրականում խաղաղությունը խնդիրը տիրապետելն է, control ալներն է։ Եթե մեկը քո մտքերին հակառակ է, քո գաղափարներին դեմ է, ու դու կորցնում ես քո խաղաղությունը, դու թույլ ես տալիս, որ չարը գողանա այն։ Իսկ մենք միշտ լինելու են մարդիկ, որ մեզ համամիտ չեն լինելու, մեր արժեքներին հակառակ են լինելու, սուտ են խոսելու, սխալ են ասելու, այն նպատակով, որ մենք մեր խաղաղությունը կորցնենք։ Իսկ այստեղ գալիս է քրիստոնյայի ինքնագիտակցությունն ու իմաստությունը, որ ես չեմ կորցնելու, ես այդ սադրանքին չեմ գնալու։ Բայց նաև վերջի միտքս էլ հետևյալն է, խաղաղությամբ ապրելը միայն Սուրբ Հոգու ներկայությամբ է լինում, որովհետև եթե կհիշեք Սուրբ Հոգու պտուղներից մեկը, որ մեկ պտուղ է եւ 9 մասից է բաղկացած, կարևորներից մեկը սերն է, հետո ուրախությունն է, իսկ երրորդը խաղաղություն։ Ուրեմն հենց սրա մասին է նաև խոսքը։
մենք պիտի ունենանք այս խաղաղություն ու խաղաղության գրավականը Սուրբ Հոգու ներկայությունն է իմ մեջ, երբ որ չարը փորձում է ինձ ամեն ձև խաղաղությունից դուրս անի, զայրացնի, ափերից դուրս անի, Սուրբ Հոգու ներկայությունը ինձ դա թույլ չի տալիս, իսկ դրա համար ես ինքս պիտի աշխատեմ։ Ինչպես որ անում եմ, տեքստը ավարտեցինք, ուզում եմ բանալի բառերը մի քանի ձեզ առաջարկել, վստահ եմ դուք էլ ձերը կարող եք տեսնել, որ ընթերց եմ ուղղակի մարդու որդի, աշակերտներ, ճանապարհ, տուն, վախենալ, վեճ, մանուկը, գիրկն առնել, երկնքի արքայություն, գեհեն, կտրել, աղ, կրակ և խաղաղություն։ Ու վերջում իմ շատ համառոտ հոգևոր վերլուծությունը, որ փորձում եմ ամեն անգամ անել, հետևյալն է, որ հաճախ Աստծուն լսում ենք, բայց չենք հասկանում և վախենում ենք հարցնել։ Ավելին, շեղվում ենք նրա խոսքից և պայքարում առաջինը լինելու համար։ Այստեղ է, որ Քրիստոս մեզ խոնարհության դաս է տալիս և օրինակ բերում մանուկներին, որոնք մաքուր են և միամիտ, սակայն ոչ անպաշտպան, քանի որ ունեն հզոր Աստծուն։ Մեր կյանքը միայն ստանալու մեջ չէ, այլ տալու, անգամ մի բաժակ ջուր, քանի որ գիտենք, որ դա անում ենք մեր Տիրոջը, ով մեր Աստվածն է։ Կյանքի ճանապարհին մարդիկ կլինեն, որ մեզ ետ կպահեն Աստծո հետ լինելուց։ Եթե դա է պարագան, ապա պետք է նրանցից կտրվել, որպեսզի մեր հոգին փրկենք։ Կոչված ենք պահպանելու և համ տալու մեր շրջապատի մարդկանց, որի միջոցը դիմացինի հետ խաղաղության մեջ լինելն է, իսկ այն գալիս է Սուրբ Հոգու պարգևած գիտակից խոնարհությունից։ Եվ ուզում եմ փակել ասելով, որ այս շաբաթ Աստծո կամոք միասնաբար պիտի նշենք թարգմանչած տոնը, այն թարգմանիչները, այն մեծագույն հայերը, ովքեր հասկացան, որ մեր փրկությունը Քրիստոսի ավետարանի մեջ է, Սուրբ Գրքի թարգմանության մեջ է, ու առաջի բանը, որ արեցին, հենց ամբողջ տառերը ստեղծելու ամբողջ նպատակը հետևյալն էր, որ Աստված սկսի հայերեն խոսել։ Եվ Աստված սկսեց հայերեն խոսել իր Սուրբ Գրքի միջոցով, ու այսօր մենք հենց այդ նույն այս մեծերի շնորհն է, որ կրում ենք, իրենց տառերով է, որ հենց նոր մինչև հիմա այս պահը Աստծո խոսքն ենք սերտում։ Թող Աստված բոլորիս օրհնի եւ նաեւ ի վերջո այդ իրենց այս մարդկանց տեսլականի այդ շարունակողը դարձնի, որ մենք էլ փոխանցենք Աստծո խոսքը մեր մայրենի լեզվով, մեր տառերով, մեր ժողովրդին, մեր սրոպատառ տարերով